այս կարևոր օրվա կապակցությամբ, քանի որ Ապարանի համայնքապետարանի ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ ևս մեկ սիմպոզիում։ Ապարան քաղաքում արդեն 3-րդ տարին է, ինչ կազմակերպվում է քանդակագործության միջազգային սիմպոզիում։ Խոշորամասշտաբ միջոցառումը մեծ եւ շատ կարևոր իրադարձություն է, որի նախաձեռնողը եւ կազմակերպիչը Ապարանի համայնքապետարանն է։ Էթնոարվեստն այսօր խորագիրը կրող միջազգային 3-րդ սիմպոզիումին մասնակցեցին Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, արտասահմանից եւ Հայաստանի տարբեր համայնքներից արվեստագետներ, թվով 16 մասնակից։ 2022 թվականի մայիսի 25-ին ազդարարվեց քանդակագործության միջազգային սիմպոզիումի սկիզբը եւ 15 օր եռուն աշխատանքներ տեղի ունեցան հենց այս հրապարակում եւ դուք հիմա տեսնում եք այդ աշխատանքների արդյունքը։ Ինչպես նաեւ Ապարանով քայլելիս կտեսնեք գրաֆիտի նոր աշխատանքներ։ Ապարանի համայնքապետարանը երաշխավորում է, որ սիմպոզիումը լինելու է շարունակական եւ ամենամյա։ Մեր շնորհակալությունը եւ խորին երախտագիտությունն ենք հայտնում սիմպոզիումին մասնակցած բոլոր արվեստագետներին։ Եկեք բարձր ծափահարենք նրանց։ Այժմ իր ողջույնի եւ շնորհավորանքի խոսքն է ուզում հայտնել Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ, սիմպոզիումի կազմկոմիտեի նախագահ պարոն Հրայր Մկրտչյանը, ով նաեւ հավաստագրեր եւ հուշանվերներ կհանձնի մեր արվեստագետներին։ Եկեք ծափարենք։ Արգելի հյուրեր, սիրելի ապարանցիներ, մեզ արդեն հարազատ դարձած արվեստագետներ, շնորհակալություն բոլորից հետ եւ շնորհավորում եմ բոլորի շրջան, այս ամենը մեր բոլորիս ձեռքբերումն է։ Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, այն կառույցներին, այն կազմակերպություններին, ովքեր ջանք չեն խնայել եւ մեր հետ միասին փորձել են կայացնել այս ամեն ինչը։ Հուշանվերներ ունենք, նաեւ նկարիչ Ուշեղ Մխիթարյանի կողմից իր գիրքը նա ցանկացել է փոխանցել ձեզ Օգանով, Բելարուս։ Այժմ իր շնորհավորանքի եւ ողջունի խոսքն է ցանկանում հայտնել ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Գասպարյանը։ Բարև ձեզ, ես ողջունում եմ բոլոր մասնակիցներին, շնորհակալություն եմ հայտնում Ապարանի քաղաքապետարանին այս հրաշք միջոցառման համար, քանի որ Հայաստանում, ճիշտն ասած, հենց ազգային փոքրամասնության հատկապես հուշարձանների հետ կապված ստեղծագործությունները բավականին քիչ Մեզ պարային համար կներկայացնի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ակներ պարային խումբը։
բացմանը։ Խնդրում եմ բոլորս գնանք հրապարակ, որտեղ որ աշխատանք է իրականացվել եւ մեր քանդակագործների հետ միասին բացենք եւ նայենք իրենց աշխատանքները։ Շնորհակալություն։ Այստեղ ասորական համայնք է Հայաստանի եւ այստեղ ցուցադրված է Հայաստանի ամենակարևոր խորհրդանիշներից մեկը։ Սա բարի դեպքեր են, որոնք պահպանել են միշտ մեծ պալատները, տները, սրանց պահպանել են ապարատը։ Символическое изображение ребенка. Семья. Она не до конца закончена, завтра будет доделаны еще некоторые детали. Пока так. Приветствую всех. Меня зовут Дачи Церетели. Я из Грузии, приехал на международный симпозиум в Апаране и сделал композицию на древнегреческую тему «Кентавр Хирон», играющий на арфе. Գերմանիա շվիացելա։ Հայ,